Բարևձեզ հարգելի ռադիոլսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք քաղաքացիական միավորում պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանին։ Բարևձեզ պարոն Սիմոնյան, այսօր անդրադառնալու ենք Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, որը տեղի ունեցավ վերջերս։ Ձեր կարծիքով հանրությունը եւ նաեւ լրագրողները ինչպես կարող են նպաստել, որպեսզի այս հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտվի, ինչպիսի պետք է լինի հանրության քայլերը այս ուղղությամբ։ Ամենակարևորը հետևական, այսինքն ցույց տալ, որովհետեւ ձևով շեղել մարդկանց ուշադրությունը այս կամ այն ոչ այդքան պակաս կամ ինչ-որ իրադարձության աստվածչանի չլինի, բայց պետք է ամեն կերպ հետևական լինել թե լրագրողների կողմից, թե հանրության կողմից, որպեսզի նման բանը ուղղակի ինչպես լույս քաղաքագետը արտահայտվել էր իրադարձություններից առաջ, գորգռան կանցնի կգնա, որ նման բան չլինի հանկարծ, դա ամենակարևորն է այստեղ։ Վերջերս նաև շատ են խոսում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դերի եւ նշանակության մասին։ Ձեր կարծիքով հայկական եւ ռուսական կողմերի համար ռազմաբազան ինչ դեր եւ նշանակություն ունի։ Դե համագործակցության մակարդակով ռազմաբազայի արկայությունը կարծում եմ մեզ էլ է ինչ-որ ձևով պետք, չեմ կարծում, այս վերջերս բավականին շատ խոսում են նրան մասին, որ արդյոք ռազմաբազա պետք է այդտեղ լինի, տեղափոխել եւ այլ այս բաներ ասում։ Չգիտեմ, այս պայմանությամբ միանշանակ չեմ կարող որևէ բան ասել, բայց կարծում այնուամենայնիվ այդ ռազմաբազան մեզ նույնպես մեր երկրի նույնպես անհրաժեշտ է։ Ուղղակի մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում այս հարցը եթե չլուծվի, այսինքն եթե ռուսական կողմը շարունակի այդ տականքին իր մոտ պահելը, չեմ պատկերացնում ինչպես, այսինքն Գյումրի քաղաքը սպասարկի այդ ռազմաբազան, ինչպես են լինելու այդ հարաբերությունները, կարծում եմ, որ ռուսական կողմը ավելի շատ մտածել բան ունի այդ մասով, մի խոսքով այնուամենայնիվ կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակ հանել, փչացնել հարաբերությունը եւ ռազմաբազան տեղափոխելու կամ անելու պահանջ բարձրացնելը կարծում եմ ճիշտ չի։ Մամուլում նաև կարծիքներ են շրջանառվում, որ հայ ընտանիքի սպանության դեպքը նաև նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասենք, վատթարացմանը կամ հենց դիտավորությունն էր, որպեսզի վատթարանային հայ-ռուսական հարաբերությունները, դուք ինչ կասեք այս մասին։ Կարծում եմ, որ այս դեպքում նույնպես ռուսական կողմը պետք է շատ զգուշ լինի, որովհետև իրենցից է գալիս այդ վատթարանալու միտումը, որովհետև հայ ժողովուրդը գյումրեցին չի պահանջում այդ տականքին, որպեսզի քաշի նրանից քերթի, այլ շատ օրինական, շատ լավ պահանջ է ներկայացնում, որպեսզի դա հանձնվի մեր իրավապահներին եւ մեր իրավասության ներքո եւ չհանձնելով եւ առանձնացնել չգնալով այդ պահանջին, կարծում եմ, որ իրենց կողմից է ավելի շատ հրահրվում հարաբերությունների վատթարացումը, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մեր կողմն էլ է մեղավոր, այսինքն թե այս հարաբերությունների մակարդակով, թե եղած իրադարձությունների մեջ մեր կողմը շատ մեղավոր է։ Վերջը Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, պաշտպանում է իր քաղաքացուն, Ռուսաստանից մենք բացի բարարքանությունից միշտ պահանջելու բան չունենք, իսկ մեր մասում մեր շատ հարցեր ունենք ու շատ պահանջելու բան ունենք, դա նաև մեր մեղքն է։ Այսինքն այնպես չէ, որ մեր իշխանությունները, այսպես ասենք, այնքան թափանցիկ են աշխատում, որ լիովին մինչև վերջ կբացահայտեն այս գործը, թե ինչն էր թշտապաչառը 6 հոգու սպանության հայ ընտանիքի։ Ճիշտ ասած, մինչ օրս ոչ նախ սկսենք նրանից, որ կոնկրետ իմ կարծիքով ես չեմ կարծում, որ այդ երևույթը, չգիտեմ, դրա մասին խոսեմ, մենակ չգիտեմ, դա իմ անհատական կարծիքն է, ոնց ոչինչով չհիմնավորված, բայց ես չեմ կարծում, որ նա մենակ է։ Հետո շատ հարցեր կան նախ թե իրադարձությունների նախորդող
ժամանակահատվածի հետ կապված, թե իրադարձություններից հետո, ոնց ինքը զինված Գյումրի քաղաքի կեսը անցավ, իրան ոչ մեկ չնկատեց, 12 ժամվա ընթացքում իմանալով թե ում են փնտրում, չկարողացան գտնել փնտրվող մարդուն ու չգիտես թե ինչու ռուսները գտան, ինչու ռուսները զենքով, այդների զորամասի ռուսները զենքով դուրս եկան, սկսեցին Հայաստանի տարածքով մեկ փնտրել, ինչու սահմանի վրա բռնված մարդը տարվավ 102-րդ ռազմաբազա, այլ ոչ թե հանձնվեց իշխանությունը, հիմա ասենք եթե մի հատ ուզբեկ կամ քուրդ սահմանը ասին ինպես տանել են 102-րդ բազա, մի խոսքով այնքան հարցեր կար, այնքան հանրությունը, հասարակությունը, այնքան հարթադրումներ ունի այսօր իշխանությանը, որ կարծում եմ իշխանությունը շատ երկար պետք է արդարանա, վստահ չէ մինչև վերջ կարդարանա թե ոչ։ Եղավ, շնորհակալություն, ավելացնելու բան ունեք։ Չէ, կուզենամ Գյումրի քաղաքի իմ եղբայրներին ցանկանում, չգիտեմ, ցավակցեմ, ցանկանամ, չնայած դա մեր ընդհանուր ցավն է, ցանկանամ համբերություն, նման ես հպարտանում եմ, որ նայում էի, ցավոք չկարողացա գալ Գյումրի, բայց նայում էի և հպարտանում եմ, որ քաղաքացիներ ունենք, մի խոսքով, չգիտեմ ինչ ասեմ, անկեղծ ասած շատ մեծ բան եմ տարել, չգիտեմ ինչ ասեմ, անկեղծ ասած։ Եղավ, շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել էին քաղաքացիական պայմանագիր կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանին, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։